Պատկերացրեք, որ տնտեսությունը լեգո է եւ մենք ենք փորձում կառուցել մեր քաղաքը։ Այսօր մի քանի գաղափարախոսություններ կփորձեմ բացատրել հենց լեգոների միջոցով։ Երկու հիմնական ուղղություններ են վերցրել՝ տնտեսությունը եւ արժեքային կոնցեպտը։ Խոսենք լիբերալիզմից։ Լիբերալիզմում յուրաքանչյուրը իր լեգոն կարող է օգտագործել այնպես, ինչպես որ ցանկանում է, ինքն է որոշում որտեղ կառուցի, ինչ ձևաչափով կառուցի քաղաքը։ Պետությունը ընդհանուր կարգերն է սահմանում, բայց չի միջամտում տնտեսությանը, փորձում է ապահովել ազատ շուկայական հարաբերություններ եւ նաեւ բարձր մրցակցություն։ Կենտրոնում անհատն է եւ առաջնայինն է նրա իրավունքներն ու ազատությունները։ Սոցիալիզմի պարագայում յուրաքանչյուրը իր լեգոից մի կտոր դնում է ընդհանուր տուփի մեջ եւ պետությունը արդեն ինքն որոշում, որ պետք է հանուն հասարակության շահերի կառուցի դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ։ Այստեղ առաջնայինը հենց հանրային շահն է եւ կենտրոնում ավելի շուտ հասարակությունն է։ Երրորդը կոնսերվատիզմն է, զգայունություն կան բնականաբար փոփոխությունների նկատմամբ եւ ցանկացած նորույթի ադապտացիա ավելի երկար ժամանակ է պահանջում, քան մյուս գաղափարախոսությունների պարագայում։ Պետությունն է վերահսկում, այսպես ասած, տնտեսությանը, կարգերը, համակարգերը փորձում է պահել, առաջնային այստեղ կայունությունն են, ավանդույթներն են, արժեքներն են, հիմնականում շեշտը դրվում է հենց ստաբիլության եւ ընդհանուր առմամբ գոյություն ունեցող կարգերի պահպանման վրա։ Եվ վերջապես կոմունիզմի պարագայում բոլորի լեգոները դրվում են մեկ ընդհանուր տուփի մեջ եւ արդեն պետությունն է այստեղ հստակ որոշում, թե այդ հավաքական լոգոները որտեղ կօգտագործի, ինչի կառուցման համար կգնա, ինչ ձևով կլինեն, ինչ տեսակի կլինեն, ինչ կգույնի եւ ձևաչափի։ Այստեղ էլ կենտրոնում կոլեկտիվն է, անհատական նախաձեռնությունը ավելի փոքր է, ընդհանուր շահը ավելի առաջնային։ Ֆիքսեք մի բան, որ լեգոները նույնն են, կառուցողներն են տարբեր։